2025 թվականի հուլիսի 22-ին ստորագրված Հայաստանի զբոսաշրջության եւ մարզային ենթակառուցվածքների ծրագիր վարկային համաձայնագիրը, որն ուղղված է բացառապես Հայաստանի մարզերի զարգացմանը, ազգային ժողովի գլխադասային հանձնաժողովում ներկայացրեց էկոնոմիկայի նախարարը։ Համաձայնագրի ընդհանուր արժեքը 120.5 միլիոն եվրո է, 24 միլիոն մասնաբաժինը կառավարության համաֆինանսավորմամբ։ Ծրագրի ավարտի ժամկետը սահմանվել 2030 թվականի օգոստոսի 31-ը։ Սա ոչ թե նոր ծրագիր է, այլ շարունակությունը նախորդի, որի անվանումը անգլերենից թարգմանաբար դարձյալ նշանակում է թրիփ, ընդգծեց Գևորգ Պապոյանը։ Ներկայիս թրիփի համեմատ ավելի վաղ ծրագիր է եւ արդեն արդյունքներ ունի։ Այսօր ինչ տեսք ունի Գյումրին, ինչ տեսք ունի Գորիսը, ինչ տեսք ունի Դիլիջանը, դրանք բացարձակապես եւ Ջերմուկը բացարձակապես նախորդ ծրագրի շնորհիվ է։ Քննարկվող համաձայնագրի վավերացման շնորհիվ կարող են արդեն վերափոխել նաև Արենի, Եղեգիս, Տվին համայնքները, վստահեցրեց նախարարը։ Օրինակ Արենին նախատեսում են վերածել գինու կլաստերի։ Այսօր արդեն հաստատված է զարգացման պլանը, հանդիպումներ են ունենում գործարարների հետ։ Աշխարհում հետևյալն է տեղի ունենում. գինու սպառումը գնալով նվազում է, որպես դարակաշարից գնվող պրոդուկտ, բայց դրա փոխարեն գինու туриզմը գնալով աճում է։ Այսինքն սրանք երկու հակադարձ կորեր են։ Մի դեպք, այսինքն մարդիկ ավելի քիչ են պատրաստ վճարել դարակաշարից գինի գնելու համար եւ ավելի շատ են պատրաստ վճարել գինու համտես սրահում կամ գինու մառանում կամ գինու միջավայրում, գինու խաղողի այգու կողքը գինի մեկ բաժակ գինի խմելու համար։ Եղեգիսում ագրոտուրիզմ, Դվինում թանգարան, Գյումրիում արևելյան շուկայով ու Թումո կենտրոնով քաղաքային միջավայր եւ այլն։ Նախարարը արդեն իրագործված ծրագրերել է հիշատակում, օրինակ բերում Մարմաշենի վանական համալիրը։ Չէին այցելում այդ համալիր, որովհետև ուղղակի ճանապարհ չկար այդտեղ։ Մենք կառուցեցինք ճանապարհ, այդ ամբողջ իր շրջակայքը այգու, ուրեմն վերանորոգել ենք նախորդ ծրագրով։ 4 բաղադրիչներից բաղկացած ծրագիրը մինչև 2030-ը իրագործելու համար արդյոք կան համապատասխան ռեսուրսներ, մասնավորապես աշխատուժ, հետաքրքրվեց հանձնաժողովի նախագահը։ Մի գաղտնալսում կա ընդդիմադիր падգամավորներից падգամավորը եւ եպիսկոպոսը, երբ որ իրար հետ խոսում են, որ ասում է Սիսիանում աշխատող չկա, բոլորը զբաղված են պետական շինարարության մեջ։ Դա հայտնի խոսակցություն, այսինքն անգամ ընդդիմադիր падգամավորը, երբ որ իրենից ակնկալում է, որ ինքը Մարտ Սիսյանից պետքա բերի Երևանում ցույցի մասնակցի, ասում է, որտեղից բերեմ Մարտ Երևանում ցույցի մասնակցելու, բոլորը աշխատում են կապիտալ շինարարության մեջ մարզում։ Իսկ արդյոք ծրագրից չի օգտվելու Սևանը, հետաքրքրվեց Նարեկ Գրիգորյանը։ Հաջող իրականացնելու դեպքում հաջորդ հնգամյակում 13 կլաստեր է իրականացվելու, որոնցից առաջինը Սևանն է, ապա նաև Ապարանը, Էջմիածինը եւ Ալավերդին, տեղեկացրեց Պապոյանը։ Այս ամենը զարգացնելու համար պակաս կարևոր չէ հյուրանոցային բիզնեսի ընդլայնման անհրաժեշտությունը։ Զբոսաշրջային հոսքերը, օրինակ, այս հունվարին 39%-ով գերազանցել են նախորդ տարվա ցուցանիշը։ Արթուր Խաչատրյանը մի շարք հարցեր ուներ, նախ հետաքրքրվեց վարկային համաձայնագրի տոկոսներով, բայց չմոռացավ քննարկվող համաձայնագրի հետ չառնչվող հարցադրումներ եւս ուղղել։ Դիլիջանի մասին այո, սկսեց Ռուբեն Վարդանյանը, որի ազատելու պահանջը ինչ որ կառավարությունից ոչ վերջերս ոչ էլ եւ համարը երբեք չեմ լսել, մանավանդ վերջերս չեմ լսել, սակայն չգիտեմ, պարոն դուք առաջի անգամ երբ եք եղել Մարմաշենում, վերջի անգամ երբ եք եղել, բայց Մարմաշենի վանքը երբեք լքված ու անտեր չի եղել։ Գիտեք, գերիների մասով լավ լուրն այն է, որ վերջերս 4 գերի է փոխանակվել։ Ես կարծում եմ, որ Հայաստանի Հանրապետության 4 քաղաքացու ազատ արձակման համար Հայաստանի Հանրապետությունը պետք է անի անհրաժեշտ ամեն ինչ եւ արել է, եւ ինչպես նաեւ մնացած բոլոր դեպքերում։ Սա մեկ, երկրորդը Մարմաշեն վանական համալիրի դեպքում շատ ուրախ եմ, որ դուք ինքներդ արձանագրեցիք, որ դա շատ հասանելի էր միայն լեռնային արահետներով կամ արկածներ որոնող մարդկանց համար։ Ես երբեք չեմ ասել, որ այդ ճանապարհով կարելի է հասնել միայն թրթուրավոր տրակտորներով կամ օդից դեսանտ իջացնելը։ Ավելին ասեմ, այնտեղ մի հատ ավելի խոշոր խնդիր կա, խոնավության հետ կապված, եթե դա կարողանաք լուծել, դա շատ ավելի կարևոր կլիներ, քան թե ճանապարհը։ Մենք այդ խնդիրը ուզեցել ենք լուծել եկեղեցու խոնավության։ Եկեղեցին ասել է գործ չունեք մեր վանական համալիրի հետ։ Թողեք մեր եկեղեցին խոնավ մնա։ Ուրեմն եկեք ամեն անգամ բերաներս բացել եք տալիս ու ամեն անգամ այդ խայտարակ բանա ի հայտ գալի։ Այնքան
այնքան ամեն անգամ վատ դրության մեջ եք ուրեմն հայտնացնում այն մարդկանց ում պաշտպանության առավոտից երեկոն զբաղվում եք։ Գլխադասային հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց համաձայնագրին։ Այնուհետև քննարկեց ազգային ժողովի բյուջետային գրասենյակի 2025 թվականի տարեկան հաշվետվությունը կատարած աշխատանքների վերաբերյալ։ Վարդուհի Արզումանյան, լուրեր։